Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, մնացանի եթերով եւ թիմադեդի էջով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հոհիտա Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ եւ ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյան հայտնեց, թե վաղը 5-շաբթի կեսօրի հետ ժամը 3-ին Հայաստանի Դատախազության շենքին դիմացների պիտի ունենա փողոքի ցույցը ի պաշտպանություն քաղաքական բոլոր փանդարգյալներուն։ Հայաստանի մեջ արդեն իսկ գա 3 տասնյակի ավելի քաղաքական փանդարգյալ։ Չարիքի այս իշխանության գոմե գերց մեղադրանքներով քրեական շինձու կորձերով աբորինի գերբով գարանավորված են սրբազան հայրեր, հոգևորականներ, ազգային բարերար, ազգային ժողովի պատգամավոր, համայնքի ընդրված ղեկավարներ, քաղաքական հանրային գործիչներ, հաղորդավար բլոգերներ, զոհված զինվորի ծնողներ, հարազատներ, ընդ որում նաև ունենք քաղաքական գին փանդարգյալ։ Այս բոլորը այսօր կգտնվին անազատության մեջ Բարս այն բաժարով, որ հաշ չեն երգիրին մեջ ստեղծված իրավիճակին հետ, թե մեն այս իշխանության գոմե վարվող հագահայ քաղաքականության։ Այդ իմաստով արդահայտած են իրենց տեսակետը եւ պայքարած են անորթեմ շարունակեց Սաղաթելյան։ Ցույցը պիտի կատարվի ի պաշտպանություն Հայաստանի մեջ խոսքի ազատության, ժողովրդավարության եւ ընդեմ բռնապետության։ Փողոքի ցույցեն յետք երթով պիտի շարժինք թեպի շենքավիթի թատրան, ուր դեղի պիտի ունենա Բաքրատ Սրբազանի եւ 18 արդարներու դատավարությունը։ Գոչ կուղեն բոլորիդ մասնակցել փողոքի ցույցին եւ միասնական ուժերով մեր փողոքի ցայնը բարձրացնել ընդդեմ այս աբորինություններուն եւ անարդարություններուն, ըսավ Իշխան Սաղաթելյան։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազագերբության խորհրդարանական վեհաժողովի 20-րդ աշտանային նստաշրջանին Բոլսո մեջ 18 նոյեմբերին դեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակություններուն հանդիպումը երկու երկիրներու խորհրդարաններու նախագահներու միջև 1 ամիս առաջ Ժնևի մեջ ցերկ բերված պայմանավորվածության համաձայն։ Գոմերը կընդգծեցին Վաշինգտոնի վեհաժողովին թրական թերը եւ գարզիկներ փոխանակեցին ցերկ բերված պայմանավորվածություններուն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման առաջիկա քայլերուն, ինչպես նաեւ այս գործընթացին երկու երկիրներու խորհրդարանական աջակցության կարեւորության մասին։ Անդրադարձ կատարվեցավ նաեւ երկու երկիրներուն միջև վստահության ամրապնդման նախաձեռնություններու իրականացման զիրին մեջ խորհրդարաններու թերակատարության։ Երկու կողմեր շեշտվեցավ միջազգային գազագերբություններու մեջ խորհրդարանականներուն միջև գառուցողական երկխոսության կարեւորությունը։ Թուրքիո արտաքին գործոս նախարար Հական Ֆիդան երկրի խորհրդարանի մեջ հայտնեց, թե Թուրքիա Ադրբեջանի հետ հարաբերությունները կգառուցե համագարկումի եւ համերաշխության հիման վրա։ Ֆիդանի համաձայն Ադրբեջանի եւ Թուրքիո միջև համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներու վրա։ 8 օգոստոսին Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին ցուցաբերված գամքը եւ Հայաստանի հետ մեր կողմէ կատարվող ղեկավարման գործընթացի մեջ արձանագրված առաջընթացը ամրապնդած են դարաշրջանի մեջ երկար սպասված մնայուն խաղաղության հույսերը։ Նախարարը նաեւ անդրադարձավ Թուրքիո եւ Հայաստանի միջև հարաբերություններուն։ Մենք կշարունակենք երկխոսությունը զանազան մագարտակներու վրա Հայաստանի հետ, որ բաց դիրքորոշում ցուցաբերած է մեր երկրի հետ հարաբերություններու ղեկավարման հարցի մեջ, եւ մենք անգերձորեն հրաչ կմղենք մեր միացյալ աշխատանքը ցերնարգվող հստակ քայլերով, ընդգծեց Հական Ֆիդան։ Դասնյոթ նոյեմբերին Մեծն Բրիտանիո խորհրդարանի նիստին Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերու պետական նախարար Սթիվեն Դաուտի հայտարարեցելով, թե մենք կհետևենք Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված կացության պատասխանելով Սկովդիային ընդրված պատգամավոր Բրենդոն Օհարայի արծույն։
Մենք ակնկալենք, որ բոլոր գործողությունները պիտի համապատասխանեն Հայաստանի սահմանադրության եւ օրենսդրության բացշաճ դատավարության ընթացք եւ արդարացի վերաբերում ապահովելով բոլորին համար։ Կակնկալենք նաեւ, որ դատական գործընթացները պիտի մնան տապանցիկության եւ անաչառության ձերի մեջ, հայտարարեց Դավթի ավելցնելով։ Մեզն Պրիդանյո կառավարությունը գշարունակե վճռականորեն հանձնարարու լալ ամբողջ աշխարհի մեջ գրոնքի եւ համոզումի ազատության, իրավունքի խթանման եւ պաշտպանության։ Ասկային բարերար այժմ քաղաքական բանդարգյալ Սամուել Գարաբեդյան պաշտպան պաստապան Ռոբերտ Ամստերդամ ընկերային սանսերու կրառումով նշեց։ Ներկայիս արդեն փաստ է, որ Հայաստանի մեջ կգադարվի իջագերդյալ հերասայնային արդարադատություն։ Երեք, երբ պաշտոնապես պաշտպանյալից Սամուել Գարաբեդյանի գալանավորման երկարացկման հարցով դատական նիստը տեղի ունենար, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը արդեն հրապարակեց գալանավորումը երկարացկելու մասին այսպես կոչված վճիրը։ Ամստերդամ իջեցուց, որ դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիրը 2 ամիսով երկարացկելով գալանավորումը։ Այս մեկը հստակ ապացույց է, որ Հայաստանի դատական համագարկը ամբողջովին զրկված է անկախութենե։ Անվերացված է քաղաքական ցուցմունքներու կատարման գործիքի։ Մարդը, որ ժամանած էր իր հոր կարասունքին եւ արդեն 5 ամիս է իվեր անազատության մեջ է, առանց հիմնավորված որևէ ապացույցի, պետք է 2 ամիս եւս զրկված մնա ազատութենե։ Այս դաշնությունը դուրս է իրավական, բարոյական եւ մարդկայնության բոլոր կանոններեն։ Անձնական ազատությունեն զրկելը կօգտագործվի իբրև քաղաքական ճնշումի անընդունելի լծակ։ Նման անձնական ահաբեկչությունը նույն օրերուն զուգորդված է նաեւ տնտեսական գրոհով։ Հանրային ծառայությունները ղեկավարող անձնաժողովին կողմէ Հայաստանի էլեկտրական ցանցերու լիազորությունը դադրեցնելու որոշումը տնտեսական բռնություն է։ Այս հարցակումը կկատարվի հակառակ Ստոկհոլմի իրավական հիմնարկի միջանկյալ որոշումին, որ ուղղակի գարքիլ է լիազորության ճնշումը։ Հիմնարկի որոշումը անդեսերը ցույց կտա միջազգային իրավունքի հանդեպ Հայաստանի իշխանություններուն լիակատար անարգական վերաբերմունքը, շարունակեց Ռոբերտ Ամստերդամ։ Զուգահեռ եւ համագարկված նման գործողությունները ընդհանրապես կապ չունին իրավական գործընթացներու հետ։ Ահաբեկչություն կկատարեն քաղաքական եւ անձնական ջղջիմ շահերու սպասարկելու համար։ Սամուել Գարաբեդյանի ներդրումային եւ անձնական իրավունքները պաշտպանելու համար մենք պիտի օգտագործենք միջազգային իրավունքի կարելի բոլոր միջոցները։ Մեր խումբը վճռական է գանքնելու Հայաստանի իշխանություններու ապօրինություններուն դեմ, գրեց Սամուել Գարաբեդյանի պաշտպան Պաստապանը։ Միացյալ Նահանգներու արտաքին գործոստ նախարարի քաղաքական հարցերու տեղական Ալիսոն Հուքեր երեք այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ուր թիմավորվեցավ Թանկարանի տնօրեն Էդիթա Գզոյանի կողմէ։ Բարձրաստիճան հյուրը եւ անոր ուղեկցող խումբին անդամները զարիքներ դեղեցին հուշարձանի անմար գրագին մոտ, ապա շրջեցան հուշահամալիրին դարածքը։ Հուշաբադի մոտ անոնք գանք արին Հայոց ցեղասպանության դարիներուն Բոլսո մեջ Միացյալ Նահանգներու տեսփան Հենրի Մորգանտաուի եւ ամերիկյան Գարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարդոնի հիշատակին նվիրված հուշակարերում մոտ։ Հենրի Մորգանտաու եւ Կլարա Բարդոն զգալի դերակատարություն ունեցած են հայերու աջակցության ծրագիրներում մեջ։ DEM կրդամետ կուսակցության ներկայացուցիչ Վանի պատգամավոր Գյուլջան Քաչմազ Սայիղիդ Թուրքիո ազգային ժողովի մեջ տեղի ունեցած քննարկումներուն ընթացքին ժողովի ամբիոնեն բանջեց Վանի ախտամար գղզին պաշտոնապես ընդունված ակտամար անունին փոխարեն օգտագործել իր իսկական անունը ախտամարը։ Վանի գին պատգամավորը մասնավորապես նշեց. Անցյալ օր աղանադես եղանք, թե ինչպես Նուսայբնի ասորական քյուղերեն մեկուն վերադարձվեցավ իր իրական արփո անունը։ Մեր գարզիկով այդ մեկը շատ գեղեցիկ եւ ըստ էության ուշացած դեպքեր, սակայն նմանադիպ օրինակներ դակավին շատ ունենք։ Այսպես գսենք ակտամար գղզի, սակայն ինչու ցուցակի վրա չնշենք անոր փուն անվանումը ախտամար։ Այստեղ դարեգան մեկ անգամ հայկական համայնքին գարդոնվի բադարակ մատուցել։
ինչ որ պետք է կարելիություն ընծենք քրիստոնյա մեր քաղաքացիներուն, որբեսի առանց մուտքի վճարումի իրենց փապակած ժամանակ բادرակ մատուցեն։ 2026-ին նշանակած ենք Ուրարտուի տարի։ Արդ վանի իր իմաստ եւ կարողությունը բացահայտելու կարելիությունը դվեք, նշեց Կաջմազ Սայիղիթ։ Դիարբեկիրի Դիքրանագերդի քաղաքապետության եւ Սուրբ Սարգիս եկեղեցու թաղային խորհրդի միջև ստորագրվեցավ արձանագրությունը եկեղեցու վերականգնումի աշխատանքներու մասին։ Ստորագրված փաստաթուղթի համաձայն քաղաքապետությունը նյութական աջակցություն պիտի ցուցաբերե նորոգության աշխատանքներուն։ Արձանագրությունը ստորագրեցին Մայր քաղաքապետության համակարգապետ Սերա Բուջակ եւ Սուրբ Գիրագոս եւ Սուրբ Սարգիս եկեղեցիներու թաղային խորհրդի անդամապետ Վասկեն Էրգուն Այեք, փոխ անդամապետ Օհաննես Օհանյանի քաղաքապետության մշակույթի եւ ունգերային հարցերու վարչության պատասխանատու Զեյնեբ Յաշի, քաղաքապետական խորհրդի հավաքներու եւ փոքրամասնություններու հարցերով հանձնաժողովի անդամ Իբրահիմ Թուրքայի ներկայության։ Արձանագրությունը, որը ստորագրված է Սուրբ Սարգիս եկեղեցին պահպանելու եւ ապակա սերունդներուն վերականգնելու համար, նպատակ ունի նպաստել բազմամշակութային ժառանգության եւ քաղաքի զբոսաշրջության։ Արևմտյան Ամերիկայի հայտարարի անձնախումբը գաղորդե, որ այս տարվան ամառնային վարժողական ծրագիրը, որում